Ողջույն սիրելի ընկերներ, Աստծո օրհնությունը լինի ամեն մեկիդ վրա։ Սուրբ Գիրքը ասում է, որ Աբրահամը չեղած բաները խոսում էր եղածների նման։ Սիրելիներս, այո, մեր կյանքում կան բաներ, որ գուցե դեռ մենք չենք ստացել, խնդրել ենք, աղոթել ենք, բայց դեռ չունենք պատասխան։ Գիտեք, այսօր ես ձեզ կոչ եմ անում, որ չեղած բաները դուք խոսեք եղածների նման։ Խոսեք այնպես, կարծես թե որ դրանք արդեն կան, եղել են եւ դուք ունեք։ Եթե դուք աղոթում եք հրաշքի համար, եթե դուք աղոթում եք բժշկության համար ու խնդրում եք Տիրոջից հրաշք, մի դադարեք սпасել այդ հրաշքին։ Ամեն օր կանչեք Տիրոջ անունը, չեղած բաները կանչեք եղածների պես։ Դուք ինքներդ հրճակեք Աստծո զորությունը, խոսքը ձեր կյանքերի մեջ եւ թույլ մի տվեք, որ որևէ մեկը վատ բան խոսի ձեր կյանքերի մեջ։ Սիրելիներս, անձամբ դուք ինքներդ խոսեք չեղածները եղածների պես եւ կտեսնեք, որ երբ որ կգա ճիշտ ժամանակը, Աստված ձեր կյանքի մեջ կբերի Իսահակները, Աստված ձեր կյանքի մեջ կբերի պատասխանները։ Սիրելիներս, մի դադարեք սпасելուց, մի դադարեք աղոթելուց, անդադար փնտրեք Աստծո երեսը, անդադար խնդրեք Աստծուն, որպեսզի Աստված իր փառքի ներկայությունով լցնի ձեր կյանքերը։ Երբեք չհիասթափվեք, երբեք ձեր ձեռքերը չիջացնեք, որովհետև Աստված հենց ձեզ հետ է, Աստված հենց քեզ հետ է, սիրելի քույրս ու եղբայրս, այնպես որ հենց այսօրվանից սկսիր չեղած բաները կանչել եղածների նման։ Խնդրում ես, որ Աստված դռներ բացի աշխատանքի համար, խոսիր այնպես, որպես կարծես արդեն դրանք կան քո կյանքի մեջ։ Հրաշք ես խնդրում, խոսիր հրաշքը, տես, երբ որ քո հոգու մեջ կտեսնես դա կատարված, Աստված անպայման կբերի քո կյանքի մեջ։ Սիրելիներս, եղեք օրհնված, մաղթում եմ լավ օր եւ մաղթում եմ լավ շաբաթ ամեն մեկիդ։ Աստված օրհնի ձեզ առատապես։ Ամեն։